Հրապարակ թերթը գրում է Հանրապետության օրվա առթիվ զինված ուժերի ներկայացուցիչների պարգևատրման հարցը բուռն քննարկումների առիթ է դարձել, ինչպես հայտնի է Փաշինյանի որոշման բարձրագույն պարգևի են արժանացել փոխնախարար նախկին ոստիկանապետ Արման Սարգսյանը, Լամպոչկա Մականունով եւ Պաշտպանության մյուս փոխնախարար Կարեն Բրյությանը, որոնք հայրենիքին մատուցած ծառայությունների համար առաջին աստիճանի մեդալներ են ստացել։ Բանն այն է, որ զինված ուժերում երկուսին էլ յուրային չեն համարում, առավել եւս երկուսն էլ չեն փայլում իրենց մասնագիտական կարողություններով։ Արման Սարգսյանը Կարգի մեր աղբյուրների միջակ կառավարիչը իսկ Բրյությանի մասին պատմում են, որ օրվա մեծ մասը սթափ վիճակում չէ եւ նայել է երկվոր ֆինանսական համակարգից։ Հրապարակ թերթը գրում է չնայած Նիկոլ Փաշինյանն ու իր խմբակը խաղաղության թեման հաղթաթուղթ են դարձրել իրենց ձեռքին եւ շարունակ խոսում են նաեւ սահմանազատման մասին ու հավաստիացնում, որ դրա արդյունքում ադրբեջանական զինուժը դուրս է գալու Հայաստանի սուվերեն տարածքյան 240 կիլոմետրից, որտեղ արդեն 4 տարի է նստած է եւ անգամ դիրքեր է կառուցում, գործող զինվորականները խոսում են այն մասին, որ դա անհնարին է լինելու, եթե Հայաստանը չդիմի ուժային միջոցով նրանց դուրս մղելու քայլին։ Բանն այն է, որ ադրբեջանցիները որևէ կերպ չեն համաձայնում 2021-ից 2022 թվականներին օկուպացրած տարածքներից դուրս գալու անգամ սահմանազատումից հետո։ Գաղտնիք չէ, որ նրանք հիմնականում ռազմավարական նշանակության տարածքներ են զավթել եւ հիմա էլ տարածքային նորանոր պահանջներ են ներկայացնում մեզ։ Փաստորաթերթը գրում է ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոյի տրանզիտային կարճատև վայրեջքը Զվարթնոցո թանավակայանում եւ Արագի մեջ շրջանակային համաձայնագրի ստորագրումը տարաբնույթ քննարկումների տեղիք տվեցին։ Ի վերջո, ինչի մասին էր ոտքի վրա կատարված այս այցը։ Այն, որ սա նախընտրական տրամաբանության մեջ է, փաստվում է նաեւ ԱՄՆ նախագահի սոցցանցային գրառման, որը վերջինս ամբողջական ու լիակատար աջակցություն է հայտնում Նիկոլ Փաշինյանին 2026 թվականի հունիսին 7-ին կայանալիք ընտրություններում։ Դեռ մի կողմ թողնենք, թե ինչ կլիներ, եթե որևէ այլ երկրի նախագահ հայտարարություն տարածեր որևէ ընդդիմադիր ուժի աջակցելու մասին, անմիջապես աղմուկ կբարձրանար Հայաստանի ներքին գործերին միջալ մտելու առումով։ Շատ ավելի էական է, թե ինչու է այսպես իրար խառնվել Ամերիկայի Միացյալ Նահանգները, ակնհայտ է, որ այնտեղ էլ հիանալի հասկանում են Հայաստանի գործող իշխանությունը պարտվում է խայտառակ ձևով։ Հրապարակ թերթը գրում է, որ Հայաստանի Հանրապետության զինված ուժերում եւս ծառայողներին ցուցակագրում են, որ իմանան, թե ԿՊ-ն ինչքան ընտրող ունի։ ԱԱԾ-ի ռազմական ոստիկանության միջոցով փորձում են հայտնաբերել ընդդիմադիրների նկատմամբ չնչին համակրանք ունեցող զինվորականներին եւ տեղեկացնել, որ այլևս նպատակահարմար չեն գտնում, որ նրանք շարունակեն ծառայությունը։ Սուրեն Պապիկյանն ապաքաղաքական այս կառույցն ամբողջովին քաղաքականացրել է, ինչպես կուսակցականացրել է ԵՊՀ-ն, որի հոգաբարձուների խորհրդի նախագահն է եւ ամենուր դեկանների, ամբիոնի վարիչների պաշտոններին կարգել է ծանոթներին իր առաջ խոնարհվողներին։ Փաստորաթերթը գրում է մեր ունեցած տեղեկություններով Նիկոլ Փաշինյանը գնալով ավելի ու ավելի ջղագրգիռ է դառնում ոչ միայն հանրային հանդիպումների ժամանակ, երբ քաղաքացիներն իրեն մերժում են կամ անհարմար հարցեր տալիս, այլև իր թիմակիցների հետ հարաբերություններում պարբերաբար ցնցումներից ու տհաճ տեսարաններից հետո նա պակասեցրել է շփումները հանրության հետ, իսկ հանդիպումների մասնակիցների կեսից ավելին հաճախ իր հետ միասին տարվող շրջիկ խումբն է։ Թիմակիցների հետ շփումներն էլ չեն անցնում առանց նրանց բզիկ անելու։ Մեր աղբյուրների փոխանցմամբ նա ամենօրյա ռեժիմով պատերին է տալիս թիմակիցներին, թե որևէ մեկը գործ չեք անում, ամբողջը թողել եք ին վրա, նույնիսկ մարդաքանակ չեք կարողանում ապահովել հանդիպումներին։ Մեր զրուցակիցներից մեկի խոսքերով նույնիսկ սպառնացել է, թե իշխանությունը կորցնելուց հետո միայն ինքը չէ, որ վարի է գնալու, բոլորիդ հետը ստանելու եմ։ Ըստ տեղեկությունների նաև զգուշացրել է, թե ոչ ոք հույս չունենա, որ կկարողանա պայմանավորվել Քոչարյանի կամ Կալուգացու հետ։